հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։ Օրինակ իմ տան մեջը, եթե ճանճարինում հարցնում նորա տզում։ Կյանքդ քեզ հարմար է։ Ես երբեք զոքաչիս մամա չեմ ասի։ Վայ ես Եվայի ցեղը։ Հեծ ամուսնացան, պրծան։ Մտնում ես տուն չես ճանաչում։ Գազգազված մազերով։ Ոչ մեկին չի կարող փոխել, հավատացեք։ Մի վարքան առաջ պետք է բաժանվես։ Հացի փոք չունենալով, մի 3 հատ է սիրացա պահում։ Երեք ծաղիկով երեք է, գիտի ես էլ էշեմ կներեք իհարկե չեմ հասկանում։ Տղամարդը մտնելուց տուն, պիտի կինը իր դիրքը իմանա։ Բայց կին տղամարդ, իշտ տարբեր մարդիկ են, տարբեր մարդիկ, բացի ֆիզիոլոգիայից, նաև աշխարհայացքով, անկալումով, այս բաժակը ես այլ կերպ եմ տեսնում։ Իսկ դու ինչպես ես ցանկանում, որպեսզի եւ տղամարդը եւ կինը նույն կերպ մտածեն։ Չէ, կան երևույթներ, որ բացարձակ ճշմարտություն են պարունակում, սա բաժակ է։ Բաժակ է։ Ձեր համար սա բաժակ է, որովհետեւ այս բաժակը պետք է ունենա կոր, չգիտեմ ինչ եզրագից եւ այլն եւ այլն։ Բարթացրեցիր մի քիչ, բայց Գուցե դուք ոչինչ։ Արի հասկանանք այսօր։ Տղամարդիկ են այսօր խոսելու հիմնականում եւ այլ կյանքի մասին։ Այսօր առաջինը մեզ է միացել Ռուսաստանաբնակ շատ հայտնի երգիչ Գրիգորի Եսայանը։ Ողջույն, բարի գալուստ, լույսը վարեր տաղավար։ Բարև ձեզ, բարև Ժորժան։ Իսկական տղամարդը, ինչպեսի պետք է լինի, սկսենք դրանից։ Իսկական տղամարդ։ Իսկական տղամարդը, Ահա, տղամարդու աչքերով։ տղամարդու աչքերով շատ կարևոր է։ Ինչ թվում է պետք է լինի բաց, վստահ, ոչ թե ինքնավստահ, այլ վստահ։ Ժպտերես ազատ Հումորով էլի, հումորով։ քզիպ չլինի հանգարց։ Օհ, լավ։ Դա կարևոր է, ճիշտ է։ Ահա։ Շատ ընկերասեր ու շատ ես կասեի երկասեր դա ամեն ինչի վերաբերում է։ Ինդիվիդուալ։ Իսկ ինչի չլինի ինքնավստահ օրինակ։ Այդ տղամարդը բայց ինքն իր վրա վստահ չլինի։ Ինքնավստահ մի քիչ ինձ թվում է տենց արդեն էգո բառը էլի։ Չէ, սեփական ուժերի մասին է։ Սեփական ուժերը վստահ մարդ։ Թող լինի ինքնավստահ, դե համաձայնում եմ։ Ինձ թվում է շրջապատն է ամենագլխավորը։ Կարող է գրպանում բան չլիներ, բայց ինքը հաստատ իմանա որ որտեղ մտնի, հանդե այդ նույնը ինչ որ մեկը կարող է անել փողի օգնությամբ, ինքը կարող է անել հենց նրանով որ ինքը ինքն է։ Առաջներտին պետքա լինես մարդ, հետո նոր քո մասնագիտության տեր։ Ինձ թվում է այդ դեպքում տարիների ընթացքում շրջապատը ինքնին կազմավորում է։ Եթե չլինեք երգիչ, երգի ասպարեզում չլինեք հայտնի, ոնց կդասավորվեր ձեր շրջապատը։ Ես այդ մասին շատ եմ մտածել, եթե չլինեի երգիչ, ես հաստատ բեմի աշխատող կլինեի, ինչ որ մի բան անեի, հաստատ միշտ ասել եմ հերո չէի լինի բեմից հաստատ։ Արվեստը կա։ Բախտս բես դերասան կլինեի, թատրոնի կամ թեկուզ տեխնիկ, ինչ որ մի պրովոդ միացնող։ Հա, անգամ էլ։ Ինչ չէ։ Փողոցը որքանով է կրթում տղամարդուն դաստիարակում, որովհետև շատերը ասում են, որ այո, պետք է տղան փողոցում մեծանա, փողոցի դաստիարակություն բարի։ Պետք է անցնի փողոցը։ Չէ, լավ Ես իմաստով։ համաձայն եմ, ես գյուղացի տղա եմ, մենք բացի փողոցից ուրիշ տեղ չենք էլ ունեցել, դրա համար չզգալով տարբերությունը ես ուրիշ բան չեմ ունեցել, էլի ասենք, նախընտրեմ ոչ փողոցը, այդ դեպքում բախտս բերել է, մենք բացի։ Ես ծնվել, մեծացել եմ Վրաստան, Ջավախ, Ախցխայի շրջանի Ծինուբան գյուղում։ Ծինուբանը ավելի շատ վրացական անուն է, բայց ես ինձնով մտածել եմ, որ ծնվել է ու բանել է Ծին ու բան, էլի։ Ձեր երկերում կյանքի թեման է, որ քորը արտացոլված է, հատկապես տղամարդու խոսքը, տղամարդու վերաբերմունքը։ Իմ համար իմ papan, ես ասին փոքրուց papaիս հետ եմ եղել միշտ։ Գործը դենցա դասավորել, ինքն էլ ա եղել կուլտուրայի աշխատող, գյուղի չափերով իհարկե, գյուղի ակումբ, գյուղի կինո, գյուղի թատրոն, գյուղի դիսկոտեկա, վեճեր տանցեր։ Մի քիչ էլ ու համերգասրահ։ Ու տենցել, իրոք տենցել եղել այլ։ Հատուկ չեմ նստում մտածում, ես իմ երկերը 99%-ով ես եմ գրում։ Ունենք թեմաներ
չկա այդպես բան որ մի հատ դες բան մտածեմ գրեմ հեսա։ Կյանքից վերջ։ Խիտա, ասա։ Յուրաքանչյուր։ Այդ կյանքն է, դա այդ կյանքից։ Կյանքից, մենք ծեծել ենք գերե, դե ասում եմ պետք է խփել ենք, բայց ամեն չափի մեջ ոչ ագրեսիվություն ունենք, ոչ իսկ իհարկե առաջի երթին ես դեմ եմ ագրեսիվության կամ ինչ որ մի ձևի դանակ, զենք, ես այդ ամեն ինչի դաժե բորսոտություն չեմ սիրում, որովհետև իմ դեմը մի հատ նապաստակ սպանեն, ես մի ամիս ուշքի չեմ գայել, խղճի մոմենտով։ Տանու աղջիկը, կարծես թե իրականությունում սուպեր երևույթ է, չէ՞։ Լավ է։ Հիմա ո՞րն է այդ տղամարդու աչքերով տանու աղջիկը։ Այ ինչպեսի պետք է լինի տանու աղջիկը, որ համարվի տանու։ Եվ դրսի աղջիկը ով է, ո՞րն է դրսի։ Ես հիմա կարող եմ պատբաներ ասեմ։ Չէ, նորմալ բաներ ասեք։ Որովհետև այդ հարցում ես մի քիչ ավելի ազատություն եմ տվել, իմ ճակերտները ավելի բաց են, քան ինչ որ մի ուրիշ հայ տղամարդ։ Ես ընդունում եմ համարյա Այդ տանու աղջկա հետ կապված։ Հա, համարյա ամեն մի բան, որը որ հայ ջահել տղամարդը կարող է չընդունի, բացի դավաճանությունից եւ այն առեբաց ցուցադրական աղջկա կողմից ինչ որ տենց ոչ գեղեցիկ ինչ որ պահվածքից մնացածը սա ինչ որ մեր մեջ, հա, ասենք տղա եւ աղջիկ ապագա ամուսին կլինի ամեն ինչ բաց է իմ համար իմ ճակերտները այդ հարցով բաց է թեկուզ եթե սիրում ես կապ չունի իր անցյալը ունեցել է ընկերոջը որտեղ մեր մոտ տղամարդը որը անընդունել է ինձ թվում է հայերի մեջ բաժանում, հա բաժանումն էլ մարդու համար է դե մտնես ես պատկերացնում ինչքան մեր տատիները, պապիները ինչքան են տանջվել, ամբողջ կյանքդ համբերես, որովհետև այ Աստված ջան։ Հա, չիմանան, չասեն։ Դա տանջանք է, էլի զորով մեկի, այլ չեմ ասում անկողին մտնել, պրոստը ասենք կենցաղը մի օր համբերել, ասենք տհաճա։ Էլ չեմ ասում մնացածը։ Դրա համար իհարկե Աստված ջան կներես, իհարկե պետք է շատ շուտ մի վարքյան առաջ պետք է բաժանվես։ Ինչու՞, բայց կան ինչ-որ բան շատ կեն փոխել հիմա ու դու։ Դե որ չի լինում, դա էդի փորձելուց հետո է։ Հասկանա։ Դա չի ստացում։ Օրինակ դաժե մենակ մտածելը արդեն տհաճ է։ Ինչը պետք է չհանդուրժի, բաժանությունից էլ խոսեցինք։ Ինչն է որ բացի դավաճանությունից անտանելի է որ տղամարդը գատուն տեսնի այդ կնոջը եւ որոշի որ այլևս եթե ֆիզիկի տուն է եկել, չէ՞։ Եթե ֆիզիկի տուն է եկել։ Եթե եկել է տուն, ինձ թվում է տղամարդը որ դուրս է գնում, հենց այն չի գնում ֆրֆրագա, կանչնայց էդ էլ կա, չէ՞, ասենք մեր տղամարդը ասում ինքը գնում է դուրս, որպեսզի գանք այն քարանձավային ընտանիքից, ինքը գնացել է որսի, պետք է գա, չէ՞, ասենք կինը պետք է տանը իր այսպես կենցաղը պահպանի ու սպասի երբ մարդը մամանտը ուսին գա տես խոսենք էլի գնացել է հայթայթելու ասենք գնացել է իր գործին ինքը գնացել է գործը լավ արել է այդ լավի դեպքում ասում մարդկա գնում ֆրֆրում գալիս է ոչ մի բան չի հետո գալի նորից պուլտը վեկանում դիվայնը շնչել չէ բայց կինը պետք է աշխատի այս պարագայում թե պետք է անպայման նստի տանը սպասի տղամարդը անպայման չէ տանը նստելը բայց լավ կլներ որ ասենք ինքը տանը որ տանը ինքը չլինի մեկը պետք է անի, չէ։ Այսինքն հավասարություն կա կնոջ եւ տղամարդու ձեր ըստ։ Անպայման, ոչ թե։ Դե դա մասը իմ ճակերտները շատ մեծ է։ Սովորաբար մեր հայ տղամարդիկ ասում են ոչ։ Տղամարդը ամեն դեպքում մի քանի level էս չեմ մտածում։ Կարող է եւ սխալվում եմ, բայց ես դե չեմ։ Կարող է իմ խնդիրները դրանից։ Միգուցե տղամարդու համար այ որն է ճիշտ անկեղծությունը կնոջ, թե Երևալը հեզիկ, նազիկ, այ կին կերպարի, այսպես կանացի։ Եթե ուզում եք sense հիմա կատաղում։ Հա, հետաքրքիր է։ Ցավոք, իհարկե շատ լավ կլիներ որ տենց լիներ։ Շատ լավ կլիներ որ մարդը հոգնած գալ, տենար իր կեսին որ sense մի հատ ուրիշ հանգստություն ապրեր։ Բայց արդեն դա ընդհանրել որ փնտրել եք։ Մենակ հնդկական կինոների մեջ։ Դեռ չեք գտել թե գտել եք։ Ձեր փնտրած։ Ես ինձ թվում է մինչև կյանքիս մեջ փնտրության մեջ եմ։ Իսկ ինչն է խանգարում, ինչի է այդպես եղել։ Այ դուք հարց տվել եք։ Ինչն է խանգարում։ Շատերը ասում են, բանա, ուրա տղամարդ, ինչու տղամարդու մուտացիա է կատարվել, տղամարդիկ փոխվել են, իսկական տղամարդիկը, դա կինը դարել է ուժը։
Համաձայն եմ, տղամարդիկ փոխեն, բայց տեսեք ինչքան են փոխվի աղջիկները։ Եղել արդյոք Համընդհանուր մուտացիա է, մենակ մի կողմանի չի էլի, մուտացիան հասակո գործումը ամենտեղ, համ կանանց վրա, համ տղամարդկանց վրա։ Հիմա որ ես ասում եմ, ոչ մեկի չեմ ուզում վիրավորել, հիմա տենց է, այս աշխարհը տենց է դառը։ Թեով մեղավոր հաստատ ոչ տղամարդիկ են մեղավոր, ոչ Դե ինչ որ մեկը մեղավոր պետք է որ լինի։ Ես տենց մեկ ասում եմ, թող ինձ ներեն, տենց հանակով եմ ասում, բայց ասում եմ, վայ ես Եվայի ցեղը։ Շատ են տղամարդը։ Եվան էլ կասի վայ Ադամի ցեղը, բայց դե հիմա Այդպես է։ Եղել է որ անգամ վիճած լինեք հանուն կնոջ։ ոնց։ Գեղեցիկ սեռի համար վեճ ունեցած լինեք տղամարդկանց։ Օ, լիքը, հա, դե հիմա կոնկրետ հիշելու բան չկա։ Եվ արդյոք տղամարդիկ հարիր է տղամարդկանց կնոջ համար վիճել, բաժանվել, կռվել։ Չէ, վիճել պետք է, ասենք դա բնություն է։ Այստեղ հիմա կենթանաբանական այգին մարդուն էլ դրա մեջ մտցնենք, պետք է անպայման կռվել։ Դա նորմալ է, առանց դրան է աննորմալ։ Դրա համար եղել ասենք, ինչ որ չափով քիչ կա։ Բայց ընկերությունը չի տուժել վերջ։ Չէ, դա ընկերությունը տարվես կապ չունի։ Ընդհակառակը ընկերությունը օգնել է։ Դա Մենք տղամարդիկս փորձում ենք անցած ճանապարհի ընթացքում, հա, ժամանակ առ ժամանակ ինչ որ մի բանից փորձել եզրահանգումներ անել, անալիզ անել, ձեզ առհասարակ անցած ճանապարհը, չասեմ ընդհանուր գլոբալ կյանքը, բայց այ բոլոր այ նմանատիպ իրավիճակներն ինչ որ բան տվել են, այ դուք ինչ եք քաղել, որ ասեք, չէ, ես սա սերտեցի, պահեցի մտքում, մյուս անգամ լեսպես չեմ բան։ Դասեր, ինչ դասեր է այդպես եղել։ Այդպես բան համ շատ կա, համ էլ նես պատմելու կոնկրետ չեմ կարող ասել։ Չէ, մարդկաս մա ես հասկացա, որ չպետք է լինեմ դեպիրված, չպետք է լինեմ անկեղծ, չպետք է վստահեմ, այ դուք Կոպիտ ասած ինչից եք վառվել աբաժուրից։ Մինչև հիմա էլ վառվում եմ դրա համար իրոք։ Բայց ի՞նչն է, դա անկեղծությունն է ձեր։ Երևի ես շատ անկեղծ եմ, հա։ Բարությունը, մարդկանց հավատալը։ Դուք ասեցիք էլի, երևի շատ անկեղծ եմ։ Ու եթե մի բանից հարցնում են, ես երկու բան եմ բացում։ Դրանից օգտվում։ Մեկի տեղ 2-3 բան եմ բացում։ Իրանք մեկն էին ուզում բացվեր, երեքն էլ բացվում են, դրա համար դրանից օգտվում են։ Հիմա ընդհանուր ամեն ինչ լավ, հա։ Ընկերությունը ես պարտանում եմ իմ ընկերությունը, ուրիշ եթե ամեն ինչս կորի, իմ ընկերությունը հաստատ ինձ կտանի միջև իմ բնական մահ, ասենք ասեմ, լավ կապրել։ Գրիգորի Եսայանի համար 3 բացարձակ արժեք։ Դա որն է՝ մայր, ծնող, հայր, կին, ընկերություն, աշխատանք, գումար, կարիերա, որն է, որ դրանից 3-ը կարևորագույն առաջնային է։ Դե քանի որ ես առաջի տեղում երկու բան է։ Ծնողները երեխան, իմ ծնողները եւ իմ երեխաները։ Հիմա ասենք իմ ծնողները ցավոք սրտի անցյալ են, աստված բգիները լուսավորի, բայց դա կապ չունի, էլի իրանք առաջ տեղում են, մեկ էլ տեղում են իմ երեխաները։ Հետո իհարկե գնում է իմ աշխատանքը եւ այդ ցեղը ամենավերջի Վերջի տեղն է։ ամենավերջի տեղում է։ Եթե ես սենց չեմ մտածել ջայել ժամանակ դպրոց, ուսանողություն, չգիտեմ ժամանակի ընթացքում հասունացել նրան, որ իմ համար հասցրելի, հա, ինձ դրա, որ իմ համար այդ թանկարժեք շարքի մեջ կամ վերջի կամ նախավերջի պիտի լինի։ Ընկերություն ասելով հենց այս բանին ում հիշեցիք եւ հիմա ում կզանգահարեք։ Պետք չէր, որ ես մտածեի ում զանգեմ, իմ լավ ընկերներից մեկը։ Հետ եք զանգում։ Հա, հիմա հետ ենք զանգում։ Ինքս տինք։ Հիմա ասեմ ում եմ զանգում, թե պետք չի ասեմ։ Կարող չէ։ Էս է։ Ահա։ Տելեֆոն։ Հեռախոսը գնացեք։ Վայ։ Զանգարում եք Ժպիտի Գարիկին։ Ես անձամբ բարևապետ եմ։ Բարևներս մեծ աղբեր, բարևներս։ Տեսա զանգարել ես, բայց մի հատ լուրջ հարց տամ, նոր հետո կյանքդ քեզ հարմար է։ Այդ հաստ է տալիս։ Հա։ Հարմար եւ ավելին։ Հարմար եւ Ավելին։ ավելին։ Ես տենց էլ գիտեի։ Ինչով է ավելի։ Դե որ
կյանքումս կա մի մարդ, որին շատ սիրում եմ, ով աշախնտից դրված է ուղղությունով։ Բողոք չունի կյանքից։ Էդի կինը շա։ Ահա։ Բողոք չունի։ Բողոք չունի։ Բողոք չունես, չէ՞ կյանքից։ Բողոք որ որոշ բաներ չեմ կարողանում մարդկանց հասցնել տեղ, այնց ոնց որ կուզեի որ հասկանային։ Կամ չեն լսում, կամ կիսատ են լսում, Կամ լսում չեն հասկանում։ կասկածում են, որտեղ ինձնից առաջ իրանք այդպես մարդկանց հանդիպել են, որոնք պրոստը ասել են ու անցել են, ասել են չեն արել, այդպես ես եմ գնում այդ ջրերը, իրանք գիտեն ես եւս մի մարդ եմ, որ կասեմ ու այդպես կարծնի կգնա։ Գարիկ ջան, դուք փիլիսոփա եք, սիրելիս։ Արմեն Լուիսը վարերից, մենք վստահ ենք, որ դու շատ լավ պատասխան կտաս։ Գաջան, դե հեսա տամ որ լսես։ Գարիկ ջան, Տիգրան ու Մարինայի հյուրն Գրիշան, այս պահին մենք ստիպել ենք, որ զանգի ու այս հարցը տա քեզ։ Դե քեզ դիսլավո պետք է պատասխաներ այս հավտանը։ Ջեն բարևներ, Գարիկ ջան, շնորհակալ եք լավ սիրուն պատասխանի համար։ Բոլորիդ եմ շնորհակալ, Տիգրան ջան, միշտ պատրաստ, միշտ ժպիտով, մեր բարեկամն եմ, Ժպիտով։ Մենք էլ փոխադարձ է, Գաջան։ Լավ եղիր։ Մենք վայելենք մեր նավատ Վանարձի եւ հիմա որ ենք մեր հաջորդ զրուցակցին շարունակելու մեր թեման։ Մեզ միացավ երկիչ Էդգար Գևորգյանը, ողջույն Էդգար ջան, բարի գալուստ լույսը վարերից տաղավար։ Ողջույն Էդգար ջան։ Սա ինձ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հաճախ տղամարդը պետք է կնոջը նվերներ անի եւ որտեղ է դա գրված, որ տղամարդը պետք է անի։ Կինը չէ։ Դե Էդգար ջան, դու նոր ես եկել։ Թարմորեն պատասխանի։ Նե հաճախ ինչու՞ չէ, եթե հնարավորություն կա, ինչու՞ չէ։ Բայց կա եւ ոչ բարելավված ընտանիք, կարող է չկարողանա իրեն թույլ տալ։ Ամենակամն է կինը դրանից չպիտի նեղվի։ Մանավանդ ծաղիկը հիմա նվերի գին է։ Այո։ Դել ասենք, չէ։ Սրտի օպերացիա գներ։ Լավ, Կինը պետք է հասկանա։ Իսկ մա օրինակ եմ ասում։ Ծաղիկ թե շորիկ։ Ինքը չպիտի ասի, համ ծաղիկ, համ շորիկ։ Ես օրինակ, որ ասեմ ջենտլմեն եմ, չէ։ սուտ կլինի։ Շատ հաճախակի ծաղիկներ չեմ բռնում ձեռքը։ Գիտեմ, եթե փոքրուց է եղել, որ ես ասեմ փողոցով ծաղիկ չեմ վերցնի, գնամ ցենց, բայց այնուամենայնիվ ես փորձում եմ անել հաճելի պահեր ընտանիքիս համար, թե աղջկաս համար, թե կնոջս համար, ոչ հաճախ ստացվում, բայց փորձում եմ։ Օրինակ դուք իմ ընկերներն եք, հիմա ես ոնց կարող եի առանց ծաղիկի։ Բա ասում եք ջենտլմեն չեմ։ Այ ո՞րն է ջենտլմենը, եկեք հասկանանք։ Մի քիչ խոր իմաստ։ Էդգար Գևորգյանի աչքերով, ով է, ինչ պետք է անի կնա մեծարը։ Ջենտլմենը սկսած նրանից դուրը բացում է, իջնում է մեքենայից, փակում է։ Ձերքը տալիս է աստիճանները իջնում է։ Ասենք պատխոդն է։ Բայց որ երկրում բայց։ Չէ, օրինակ ստեղ էլ կան, ինչի՞ մեր Հենց այդ առը մեզ մոտ կա, բայց այլ երկրում գուցե ասեն ձերքը տիզուր ես մեկնում նա չի։ Չէ, լավ տղան, ինչպես մենք ասում ենք, այդպես պետք է ծաղրենք, ասեն դա ինչ ձևականություն է, չէ։ Օրինակ լավ տղա հասկացողությունը դա մեր հասարակության մեջ։ Դա մեր մեջ մի քիչ սերմացած է ուրիշ ձև։ Ես այտենց չի ընկալի այդ ամեն ինչը, որտեվ լավ տղա։ Լավ տղան ով է։ Ահա, հասկանում։ Լավ տղան նա է, որ Ով է լավ տղա։ ծնողին հարգում է, իր ընտանիքին հարգում է։ Լավ տղան նա է, որ իր երեխեքին հարլավում է։ Ինձ համար լավ տղան է, իսկ թե ուրիշի համար լավ տղան ո՞նց է, ես չգիտեմ։ Շրջապատի համար լավ տղա է։ Ուրա գնում։ Այդ լավ տղերից մենք ընկերներ ունենք։ Շատ ընկերներ ունենք, բայց ինձ համար այդ խոսույթը ծնող երեխա, ընտանիք, հայրենիք։ Մենք պայմանավորված եկել մեջն է։ Իսկ մնացածը չգիտեմ։ Լավ, իսկ այդ տղամարդու խոսք, այդ ասույթի տակ ինչ եք տեսնում։ Կա կին, կա տղամարդ։ Կինը տղամարդուց պիտի տարբերվի։ Դե հիմա ասում են, որ ոչնչով արդեն, արդեն Ես հավասարություն է։ դրան դեմ եմ։ Կան բաներ, որ հավասարություն կարող է լինի, բայց տղամարդը մտնելուց տուն
պիտի կինը իր դիրքը իմանա։ Այդ որն է այդ իսկ։ Այսինքն շատ շատ ես չեմ ասում ճնշված զգա, դրա մասի չի խոսքը։ Չէ՞ որ իմանա տղամարդը մտավ տուն, այդ պիտի հասկանա որ իրա Համաձայն եմ, այն որ որսի պատմությունը պատմում է, շարունակեց։ Կարևորի, այո, դա շատ կարևոր բան է։ Դե չէ որ ասում են, չէ, դե հիմա լավ, մենք ենք շալվար հագնում, աղջիկներն են շալվար հագնում, ինքը հո տղա չի կար տղավարի քայլեր անի, չէ։ Վերջը պիտի սուբորդինացիան լի կյանքում էլի հասկանան իրար, որ աղջիկը տղա, բայց հիմա սա խառնվել է, որ համացանց ամեն ինչը պղտորվել է։ Չես հասկանում, սա տղա է թե աղջիկ է։ Հակկապի չես հասկանում։ Մի խոսքով էլ շատ բաներ կա, որ Տրամադրությունը դա կնոջ հանդեպ հարգանքն է, ես ճիշտ հասկացա։ Կնոջ իհարկե հարգանքը առաջին Փոխադարձ։ Կնոջ հարգանքը տղամարդու հանդեպ, այսինքն ոնց։ Եվ փոխադարձ։ Պիտի ցույց տա, որ իրա թեվուտիկունքը դռնից մտավ։ Ոչ թե եկար, ոչ եմ Իսկ եթե կինը տանը չի եւ ավելի երկար է աշխատում, աշխատանքի ցույց է գալիս կամ տղամարդը, այդ դեպքում մարդ ինչքան էլ հոգնած։ Կարա չգա էլ այդ օրը։ Ինքը կարա չգա էլ այդ օրը։ Լավ է։ Շատ խաղ է։ Այս հարցին հետո կառավարակ ես թե Տղամարդիկ բաժանվում են երկու մասի։ Տղամարդիկ, ովքեր ծնողասեր են, չափից ավելի մոլության հասնող եւ կնոջ կողմը բռնող։ Եկեք ճիշտ ասենք, կա այդպիսի բան։ Քիչ տղամարդիկ կան, որ երկու կողմին էլ այդպես հավասար նժարների վրա դրած կարողանում են ճիշտ հավասարակշռել եւ պահել հարաբերությունները։ Այ ում կողմը պետք է սովորաբար բռնի տղամարդը, երբ բանը հասնում է դիվան բաշունի, երբ բանը հասնում է, այո, ընտրության առաջ է կանգնում ընտանիք։ Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին։ Իհարկե, երբ որ ասացինք ով ինչ տեղ է գրավում, առաջ տեղը իմ համար ծնողներն են, հետո երեխաները, իհարկե արդեն այդ հարցի պատասխանը կա նաև այդ ասածից մեջ։ Եթե ընտրություն լինի կնոջ եւ չվերցնեք ձեր կյանքի կնոջը չվերցնեք, վերցնեք առհասարակ, որպես դրույթ։ Եթե ծնողների եւ կնոջ միջև ընտրություն լինի, դուք կընտրեք։ Միանշանակ ծնողներ, իհարկե։ Եվ այցեղը կսպասի։ Ես այտենց ոնց ասեմ, մի քիչ տեսանկյունից կնայեմ։ Որ լսենք ձեր տեսանկյունը։ Որ ծնող, չէ՞, դա չի կարելի համադրել, որ վիբրանն էլի ասում։ Ընդհանրապես։ Ընդհանրապես դա համադրել սխալ համադրություն է դա, որտեղ ծնողը, կինը երեխան ծնող ինձ բերել է լույս աշխարհ, ինձ կյանքը տվել։ Դա ըստ Ես ոնց համեմատեմ իմ կնոջը երեխաներիս, իմ կինս էլ իմ երեխաներին ա կյանք տվել։ Ինքը կարա Համաձայն եմ։ Նայեք, ուրեմն ընտանիքում վեճ է տեղի ունենում, ինչը բոլորիս ընտանիքներում էլ արկա լինում է ժամանակ առ ժամանակ չափի մեջ։ Կինը ասում է կամ ես կամ ծնողներդ, որովհետև դու չափից ավելի նվիրված ես կամ էլ չգիտեմ, տրվում ես, լսում ես, ենթարկվում ես, եւ հակառակը ծնողը ասում է ես բերեմ, քեզ պահեմ, նա փչացնում է կյանքդ, մի խոսքով թունավորում է եւ կամ մենք կամ նա։ Կամ հին տրադիցիաները դες կարող եմ ասել։ Ասենք իմ մանկության տարիներին դի հիշում եմ էլի, տատի, պապի, այն հին, ես նոր լսում էի պահպանողական ասածները դեպս տաղավարի հետևում, օրինակ սենց ասեմ, հին տրադիցիաների մեջ շատ վատ բաներ կա։ Ասենք կիսուր, չէ, այս հասկացություններ կա, որ ում ընտրեմ նրան պիտի առնես, պիտի հարսը տազը վերցած բերի ոտներ լվանա, չգիտեմ ինչ է։ Դա սխալ է, ես չեմ ընտրում։ Շատ վատ է, համաձայն եմ։ Որ խոսում էր իմ ընկերս, ես համաձայն եմ, որ սա դա ճնշվածություն է տալի մարդուն։ Չէ՞ որ այս մարդուն դու օտար տնից բերել ես քեզ հարս, դրանից ծնող ունի։ Հա։ Ոնց կվերաբերվի դու այն մարդու, եթե քո աղջիկը այդպես վերաբերվի։ Մենք ունեցնենք նաև կարծիքներ այդ։ Ասում դա շատ լավ է, երբ հարսը գալիս է եւ դա ինտեգրվում է աղջիկը, դառնում է իրենցից ոչ թե հարսը, այլ աղջիկը։ Ունեցել կարծիք, որ ծնողը դու չես կարող ոտքերը լվանալ, հարսը պիտի գար, ապա մարդաներ որ ոտքերը լվանայր։ Կամ ասեք դու տղա չունես, աղջիկ չունես, ուրիշի աղջկան բերել ես, որ քեզ ասեք ինչ ջորտատիրություն է դա։ Ես այդպես եմ ուզում հասկանալ, ես չեմ ընդունում։ Ես երբեք զոքաչիս մամա չեմ ասի։
Ոչ չէ, Ես իմ աներոջը զարմանալի է, որ ասում իմ համար գոյություն ունի մամա, պապա, որ բերել են ինձ լույս աշխարհ։ Մեկն է։ Նա իր մամա, պապան է։ Այսինքն ես շատ մարդ գիտեմ որ ասում են, թող չնեղանան իմ ընկերները ունեմ ասում եմ մամա, պապա։ Իսկ կպահանջես, որ ձեր կինը ձեր ծնողներին դիմի նման։ Նե, ես չեմ պահանջել, բայց տրադիցիայի համաձայն միշտ Դա իրականում տրադիցիայի համաձայն անկախ իրենցից է ստացվում։ Օրինակ ես իմ կնոջ չեմ ասում, ինչու մամայից մամա չես ասում։ ապրես։ Ինքը ինստինկտյան, ինքը եկել ասեմ մամ ջան, առավոտը եկել ասեմ։ Եթե չասեր։ Եթե չասեր իր ընտրությունն է, ես մի օր հարց տա։ Դա կդառնա խնդիր։ Չէ, ինչի թվում։ Իմ մոտ էլ չէր դառնա։ Ինքը կարող է ուրիշ հարգանքով դիմեր, մարդը կարող է պատրաստ չի դրան ասել, ո՞ց ստիպեմ որ ասի։ Չի կարող, ասենք բռնանալ մարդու, ասենք իրավունքների վրա, դա իրավունք չէ, բռնանում։ Էդգար, տեսեք, հիմա դուք ասում եք, այս մտնում պետք է կինը, հա, զգաստանա է, որ տղամարդը մտա։ Զգաստանա չէ։ Ուղղակի գիտես, Կարևորի, զգավորի, իր տղամարդ։ Հանված է իրար։ Ու տեսակ ձգվի է Չէ, ներկայ։ հիմա կլսեք, ասեն այստեղ ես ճշում կա, Ինքը ասենք ճշում։ հացը ցարկացել նա դրացան դե։ Դրացան։ Կամ նստած է հեռախոսից չի։ Չզգա էլ որ մտավ էլ։ Ես հոգնած եկել եմ, չէ, ասենք գնացինք արվեստագետի կյանքը մի քիչ շատ վատն է, ասես կարամ ասեմ, հասկանայից։ Շաբաթներով ամիսներով մենք տանը չենք։ Նեգատիվը հավաքում ենք, խմած հետ խմացենք, հարբացի հետ հարբած, նարկոմանի հետ նարկոման, որպեսզի շրջանի, այդ նեգատիվը հավաքած վրեքս, գալիս ենք տուն, մի հատ երկին, հա, եկա, մի հատ նուննա ձունատով, կամ ասենք հենա սարքել եմ կերել գնա, ասենք իմ ասացի իմաստը ուրիշ է, օքեյ, եկար ի հարգանքով Այսինքն ջերմության կարիք նեգատիվ ես մոռանա, որ Սեր ջերմություն։ տուն եմ եկել ես, այդ պահը, բայց հիմա կորել է շատ, պահերում Որպեսի տղամարդը շատ ուզի տուն գա, այն որ ասում են վայ տուն եմ, ոչ ասում վայ տուն եմ գնում։ Սարտենից ձած է ասում։ Նույն բանն է ցածր։ Մի քիչ շատ էլ ես։ Եղել արդյոք իրավիճակ, երբ այ ստիպված եք եղել, ինչ որտեղ ճակերտում հանուն փրկության դրժել տղամարդու խոսք ասած։ Մենք էլ ենք մարդ։ Հանուն փրկության Այդ բանին հա, ինչ որ բան ինչ որ Փրկության մի քիչ շատ ենք խորանում, փրկության կա։ Իրավիճակը Իրավիճակը փրկել, կա, որ ասենք ընտանիքի հետ կոնֆլիկտից խուսափելու, այն հա եղել է։ Կոնկրետ դեպք պատմելու ես չունեմ, բայց եղել է իհարկե։ անցյալ տղամարդ կա ասես։ Իհարկե ոչ։ Ես տենց կասեմ։ Իսկ ինչու են շատ հաճախ համարում, որ տղամարդու խոսքը դա հիմք է, իսկ կանացինը դա հեղեղուկ է եւ կարծես հիմք հանդիսանալ չի կարող։ Եթե անալիզիկով նայենք ամբողջ աշխարհում, ինչու են պարլամենտում քիչ կանայք նստում։ Հիմա արդեն Ինչու՞ է հարցը, ես եմ տալիս ձեզ։ հիմա արդեն ինչ չեն։ Կամաց են։ Դե իմ պատասխանը պատասխանել, որ կարող ենք մենք չկարողանանք տանք, բայց որտես նայում ես գլոբալ երկրին միշտ տղամարդն է դիրքերում եղել ղեկավարող, բայց երկիրներն էլ է, որ ասենք օրինակ եվրեների մոտ, հրեաների մոտ կանայք են իշխում։ Ինչ է ամոթ տղամարդու համար անել կամ վարվել նմանակել, որ չի կարելի, ամոթ է, տգեղ է։ Բա որ թրարկեմ շատ կա, թե տղամարդու կողմը թե կինոջում, ասենք ամոթա որ ինչ-որ վատ բան անես հասարակության մեջ դուրս գաս։ Այ որ կինն է, որ տղամարդը աչք չպետք է դնի այդ կնոջ վրա։ Ընկերոջ կինը, ընկերոջ քույրը ով։ Դե անթույլատրելի բան է, ասենք, եթե ինքը տղամարդ է, ընկերոջ կին է, Դա ընկեր չի համարվում արդեն։ ընկերոջ քույր շատ էլ հնարավոր է։ Քույր, այո։ Նախքին կին եւ հետո ասում են սիրահարվեց, խաչաձև այդպես բաժանություն, միացնություն է լինում։ Ամուսնացած տղամարդու մասնա խոսքը թե ուղղակի եկել ընկերոջ տուն ու աչքադրել Պարզապես սեր է ծագել ընկերոջ կնոջ հանդեպ։ Ամուսնացածը դա չափազանց պիղծ մարդու քայլ է։ Դե անունը դնում է սեր։ Սեր, ասում սիրեցի, սիրահարվել եմ։ Ինձ համար սերը Այ հասկանանք, սերը տղամարդու համար։ Այդ որ հասանքից սիրո բառը, սերը դա մի հատ հորինված լեգենդ է 3 տարեց։ Մենակ չասես հայերն են մտածել։ Համախմբելու, երկու սրտեր համախմբելու համար։ Հիմա մեր պրոֆեսիայից խոսը։ Սեր հասկացողությամբ, մեր գործ զարգաց։ Ամբողջ տարին սիրում ենք, գալիս հասնում է մի 20 միլիոն փող են ծախսում, լավ հարսանիք են անում։ Հետո մի ամիս հետո տեսնում ենք բաժանվել են։ Ուր է այդ սերը։ Ինչ եղավ։ Ես ավելի ճիշտ դա
մի քիչ ոնց ասեմ, կասեի որ սեր չի, դա հրապուրանք ավելի շատ։ Կամ հաշվարկ։ Ֆեկուս։ Հա, Ավելի շատ հրապուրանք վրա որ հրապուրված ես այդ պահին, քեզ շատ բան հասանելի չի։ Բայց երբ որ դու ամեն օր տեսնում ես այդ մարդուն, արդեն ամեն օր զգում ես իր շունչը, քայլը, ոնց ինչ շատ բաներ չես տեսել, բայց նոր է տանն ես տենում, հա, կենցաղի մեջ։ Լատը սովորահակել, կամ ասենք ինչ որ բաներ, ասենք կամ ես օրինակ չեմ ընդունում մեր հայ աղջիկները, թե ընդհանրապես աղջիկների մոտ, նայեք սիրավար ժամանակ իրենց ուխաժովետ են անում, քսվում են, բան, ամեն անպայման որ համակրեն իրենց տղամարդուն։ Հենց ամուսնացան, պրծան, մտնում ես դու չես ճանաչում։ գզգզված մազերով, չես հասկանում։ Մեր տունը կարևոր է, ձեզ համար է հետաքրքիր է։ Այդ տղամարդուն լսենք, միշտ տեսնում խնամված։ Իսկ ո՞ր մի տղամարդ ես ուզում կնոջը տեսնել խնամված։ Իսկ հետո էլ ասում են, վայ, հարևանի կնոջը նայեց։ Իհարկե դու քսված չես ու խոժոնի չես, ես պետք է արդեն Բայց դուք ասում եք մենք սիրելիս, դες սիրում ենք այսպեսի նատուրալ։ եմ ուղղակի վերվել, Օրինակ, Պայման պետք է սրսկեն պրոշները, որ չէ, խնամված, հարդարված, մազերը այսպես խնամված կարելի է լինել։ Մենք էլ ենք, չէ՞ լինում նատուրալ խնամված, մենք լավ, ասենք կինը ունի խնդիրներ, ճշված է, նեղված է, տանը չի աշխատում, երեխա է պահում։ Հիմա հոգեպես դրված չի խնամի իրեն։ Ինչ անես, նայես հարևանի աղջկան։ Ոնց է պաշտպանում է։ խիտ նա տրամադրված չի, ի՞նչն է խանգարում։ Հա, պարտադիր ոնց լինի, ինքը պետք է իրան մի հատ թափտակինը եւ շատ հարազատներ ունեմ, դաժե քույրեր ունեմ, հարսներ ունեմ, իմ ընկերներից, ասենք իմ դվայորների եղբայրներից խոսքի կան մարդիկ, որ ամեն օր շատ ուխոժ ունի, շատ ու ես դրանց մեջ բան եմ տեսել, ես ինչ-որ բան եմ նկատել, որ իրենց տղամարդիկ ուրիշտեղ չեն նայել։ Ես դա զգացել եմ, որովհետև իրենց կինը ոնց եղել է այն ժամանակ, դες պահպանել է տրադիցիոնը ու էդի շատ դեր է խաղում։ դեր է խաղում։ Տղամարդուցել է գալիս։ Տղամարդուցել է գալիս։ Բայց քերս մի հատ խոսում, տղամարդը շան, ոնց որ դες շատ գրով եմ ասում, դուրը փակես, պատուհանից կմատնի։ Բայց տղամարդը ներշնչում է, մոտիվացնում է։ ներողություն խնդրում եմ բարի համար, բայց իրականում այդպես մի հատ բան կա, որ Կա այդպեսի բան։ Կա։ Շակիրայի նման կնոջը ամուսինը դավաճանեց։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Հիմա հասկանանք ինչու է դավաճանում տղամարդը։ Այդ հարցը պետք է ուղղել Ցրեցիք, գիշեր։ Մենք չգիտեք, հա, ամեն ինչ գիտեք, սա չգիտեք։ ուզում հասկանալ ինչի համար է բաժանում։ տղամարդը մեր Չէ, ինչու է դավաճանում։ Գնում ձախ, այսպես ասենք։ գնում ձախ։ Դասական ձախի մասին է խոսքը։ Բայց ունի խնամված, գեղեցիկ։ Երկու կողմանի խնդիրել է լինում այդ ստացվում։ Մենակ մի կողմանի մի նայեք այդ ամեն ինչ։ Հա։ Իսկ ինչու մենք սովոր ենք, չէ՞, հայերով միշտ դիմացինի մեղադրել։ Մենք մեզ չենք նայում, մեր եսն ենք նայում ու շատ բաներ չենք նկատում, հետո խնդրի առաջ ենք անում, վայ ես չգիտեցի, ասես պետք է անեմ, գիտես։ Իսկ տղամարդը այստեղ բեղավոր չփնտրենք։ Չէ, Ասում է տղամարդուն կարելի է, կնոջը չի կարելի։ Եթե կա համաձայնություն, սենց եմ հասկանում, եթե կռվեցին, այս բանը, իրանք Տղամարդը 5 րոպե հետո լուծում պիտի գտնեն իրենք բարի շեն։ Եթե մի քիչ բարձրացավ 6-րդ րոպեին տղամարդը գնում է ձախ։ նայեց 5 օր, 6 օր, մի ամիս, 2 ամիս, կին արդեն մտել է էֆորիաների մեջ, դերի մեջ է մտել։ տղամարդը արդեն ձախում է։ Բայց չեք մտածում, որ տղամարդը թերանա։ 1, 2, 3, 4, 3, եկեք բարենք 14։ Ձախ։ Ինձ թվում է ձախը միշտ կա, տղամարդու համար օրինակ։ Եթե ես մտքիս եղավ, ինձ ոչ մի բան, ոչ մի արգելք չի Նույնիսկ լույսը դեմս չի արվում, Կարմիր լույսն էլ չի արվում։ Եթե մտքիս կա, այսինքն ես եթե պետք է չանեմ, որովհետև վախենում եմ ինչ-որ բանից, ուզում եմ արդեն անեմ ու չեմ անում, որովհետև տենց չի կարելի, դա ինձ ուտելու է մեջս։ Պետք է անեք։ Անկամ եթե սերը արկա է, սիրում է։ Ես չուզեմ, ինքս չուզեմ, ոչ թե ուզեմ ու ես ինձ արգելեմ։ Ու իրոք տղամարդը գալիս է մի պահ, ինքը այնքան լավ է իրան զգում իր Որ պետք է ձախ գա։ ընդհակառակը, որ չի էլ մտածում այդ մասին։ Որ այդ մասին էլ չի մտածում, արդեն չի ուզում։ Կամ էլ հակառակը Տղա ջան, եթե երկու ջեբդ լիքը կլինի։ Անենց արա
ոչ շիշը վարի, ոչ խորված է, այտենց էր ասում են, ես հիշում եմ, խոսակցում ասում են, երկու ջոպ եթե լիքն է, հա, մեկը դուրս ծախսի, հիմա թե ոնց ծախսի, դա արդեն չի ասում։ Բայց ֆոլկլոր է։ Բայց եթե մի ջոպը տա, էդի տուն պիտի գնաս։ Այտենց բան գոյություն ունի, բայց ես օրինակ չեմ հասկանում այն տղամարդկանց, որ ասում է մոկը անցքը չի մտնում, ծախավենին հետատանում։ Շատ մարդ գիտեմ օրինակ, հացի փոք չունեն, մի 3 հատ է սիրած է պահում։ Ասես տղա ջան, երեխեքը գալիս են 100 դրամ չունեն հաց առնել, բայց դու ընկերու ես պահում, ես դա չեմ կարող հասկանամ երբեք։ Մենք օրինակ արվեստագետ մարդ ենք, չէ՞, հիմա ասես լավ բերեք վերլուծենք այդ ամեն ինչը։ Մենք ամիսներով տանը չենք։ Ինչքան ուզում եք ինը խանդի։ Որ ուզենանք ինչ-որ մի տեղ գնանք։ Շատ չի իմանալու։ Ներողություն, դու կինն էլ եթե ուզենա ինչ-որ տեղ գնա, դու հա, նույն տարբերակը, բայց հիմա ինչ շատ պահեր կա, որ ասենք գալիս ենք տուն, չէ՞, գալիս ենք տուն։ Ոչինչ բան չես արել, բայց հարցերի պատասխան ունես տալու։ Եվ քեզ դիմավորում են այսպես, չէ՞։ Բաներ կասենք, Գտնակ։ չեն տալի գիտեն, որ ասենք, օրինակ իմ տան մեջը շատ ժամանակ ճանճը հարց, հա, եթե ճանճ ալինում, հարցնում նորա տազում։ Ասեցա, ես չգիտեմ, մեկ ջուրի ձև, ինձ հարգանքով է վերաբերում, այսինքն ոչ թե ես ճնշում եմ, չէ։ Դիրքն է այդպես։ Դիրքն է այդպես իմ տան մեջ, բայց գալիս ես խոսքի, ասենք, զգում ես ուզում ալման ասում, որ խանդ է, ինչ-որ բան Մի բան ուզում ասի, դες գասում է, օթից կախած։ արտահայտվի ասում, չես զանգեմ մի օր կամ ասենք երկու օր չես զանգի կամ ասենք սենց հա ասում ես համերգի եմ լայց հոտամ դեմ ուրեմն կամ այդ այն հայկական ձևով էլի լավ փերից է բավականին ոչ ասում են այ աղջի ջան այ վալա ջան ասում եթե ինձ մտքից դնեմ դու ինչ ես իմանալու ստեղ ես ուր եմ երբեք դու չես իմանալու Դա հավանականություն է այդտեղ հա նես բուկետներով կգամ դու կմոռանաս որ ինչ պիտի ասես Բայց դա խանդ է, այ բացած խանդ է, ուղղակի խանդ է եւ վերջ։ Ոչ մի կասկ։ Դե այստեղ բայց գիշերը գալիս եք իր մուսկիս այնտեղ իսկ տղամարդը ինչքան կարող է ֆիզիկա, ֆիզիոլոգիա պես։ Խանդի տեսան շատ են մտնում, է։ Ինչպես բոլորի։ Հա, տունը անդադ գալիս եմ, բայց ես պիտի պատասխանեմ, բացելի պիտի պատասխանեմ։ Մի երկուսի գասի ամուսնանալուց հասկացել ես ու մտես ամուսնացել։ Ես քեզ ասել եմ, իմ կյանքը սա է, արվեստագետի կյանքը դա է։ Ես բեմ եմ դուրս գալի, պիտի մի օր գամ, մեկն եկել է, ասում վայս ինչ լավ ես երգում, այդ պամադա մնաց տա, գալ եմ Կամ մազել։ հա, ասենք ես եմ մազել։ Ու տես շատ խնդիրներ ա լինում։ Արդյոք տղամարդը պետք է խմի չափի մեջ, թե վատ երևույթ է եւ պետք է հեռու մնալ խմող տղամարդուց։ Կարճ պատասխանենք, չէ։ Ես կարծում եմ, որ ինչ տեսել եմ այդ եմ ասում։ Հայրիկն էլ չափի մեջ խմել, պապիս էլ էր խմում, ես էլ եմ չափի մեջ խմում ու ես շատ զգուշ ու բախով եմ վերաբերում այն տղամարդաց, ովքեր ընդհանրապես չեն խմում։ Հերս էլ էր ասում էր, այդ մարդուց հեռու մնա, ցավոտ։ Դա գիտեմ, ասում եմ շատ լուր մարդուց զգուշ է։ Ահա էլի, շատ խոսացող մարդ։ Եվ չխմող։ Եվ չխմող։ Տղամարդը պետք է մի քիչ խմի, էլի, ասա, չափի մեջ։ Չէ, նես չխմես, որ ինքնությունդ կորցնես։ Դա ուրիշ բան է, բայց վերջ մարդիկ կան չէ, որ ասենք չափ Պատկը չէ, ուրախ։ ու ասենք ինքը հույր է եկել հարսանեկի տեղը, բայց մոռացել է որ հույր է, էլ ասենք խմում է, ու այդ ամբողջ ծախսը անում է հեչ։ Քիչ անց մեր զրույցին կմիանա մեր փորձագետ հոկեբանը եւ մենք կշարունակենք թեման։ Ասում են գինին կանացի խմիչք է։ Բայց դա այդպես է, խմիչքի կանացի տղամարդունը ո՞րն է։ Այ այստեղ չկա բաժանում, կա հավասարություն, կա լավ խմիչք եւ կա սպառող։ Կապ չունի կին թե տղամարդ։ Վանարդին եւ տղամարդկանց գինի է, եւ կանանց գինի է, առհասարակ մարդկության գինին է, որովհետեւ վանարդին լավագույնն է։ Ամեն ինչի համար, սիրո համար, կյանքի համար, ապրելու համար։ Վանարդին։ Ասում են իսկական տղամարդը պետք է լավ լողա, հետո այդ շոքեբաղնիկ մտնի, վայելի կյանքը։ Հետո սառացեն սուխի տակ մտնի, հետո ձյան մեջ, հետո ծարտնկի։ Ահա, չէ, խորովածան։ Խորոված դե պորտոդի։ Ինքը իր ձեռքով սեղանը գցի, դնի, խմի, ուտի, վայելի կյանքը, ջանասի ու Ուղղակի պետք են համապատասխան պայմաններ, այդ պայմանները կան մեն միտեղ հանրապետությունում։ Դա Մուղնիում է գտնվում, կոչվում է level 8։ Ամեն ինչ կա, եւ տակացվող լողավազանը, եւ գույքը։ Կա։ Եվ խորովածի համար անկյուն։ Մամանգալը չի, դա անկյուն է։ Բուխարին բարբեկյու, այո։ Ամենը։ Միայն պետք է ինչ անել,
գնալ այնտեղ եւ վայելել level 8-ի գեղեցիկ միջավայրը։ Ընտանիքի անդամներով եւ ընկերներով, ինչու ոչ։ Կուլիսներում մեր հյուրերի հետ պարզեցի, որ չի դավաճանում այն տղամարդը, ում կինը մշտապես խնամված է։ Դե ինչու պետք է կինը չլինի խնաված, եթե կան մասնագետներ, ովքեր անում են ամեն ինչ, որպեսզի ունենան շլացուցիչ տեսք։ Իսկ եթե հաշվի առնենք, որ տղամարդիկ սիրում են աչքերով, ինչպես նաև նույնպես նշեցին մեր տղամարդ հյուրերը, տղամարդիկ սիրում են երկար վարսերով կանած, ինչը համարում են կանացի։ Իսկ եթե չունի մարդը երկար վարսեր։ Իսկ եթե չունի, Mila Beauty Home-ը առաջարկում է մինչև 85 սանտիմետր երկարության գեղեցիկ վարսեր։ Մի ամբողջ տեսականի։ Վարսերը կարող են վարձակալել միայն Mila Beauty Home-ի հաճախորդները։ Մեզ միացավ մեր շատ սիրելի փորձագետը, սրանդաբան, հոգեբան Նազելի Ազիզյանը։ Նազելի ջան, եկել եք մեզ հատկապես տղամարդկանց ուղղորդելու եւ փորձելու բոլոր վերջակետները իր տեղում։ Ինչու ուղղորդելու, բացահայտելու գուցե։ Այ զրույցի։ Ինչպիսի պիտի լինի կոնկրետ ձեր տղամարդը եւ ինչ հատկանիշներ վերանշածից պետք է ունենա, որ դուք սոլիդար լինեք։ Մեր տղամարդկանց ասացի հետ։ Այո, ես լսում եի, ինչ քննարկում եք, շատ հաճելի է, երբ որ քննարկում են տղամարդիկ, թե իրանց պատկերացումը կնոջ վերաբերմունքի մասին, ես որպես կին, ինչպիսի տղամարդ կցանկանամ ունենամ իմ կողքը եւ ունեմ իմ կողքը ինչպիսի տղամարդ, առաջին հերթին, երբ որ ես ցանկանում եմ, որ լսելի լինեմ, եւ նույնը ինձ թվում է տղամարդը նույնպես ցանկանում է, որտեղ որ մենք իրար զիջում ենք ու թեկուզ եւ ամուսինը կարող է ուշ կատում, հա, որը լինում է։ Օրերով չգա, օրը ես օրերով։ Եթե օրերով չի գալիս, դա պատճառ կա։ Նույնպես կնոջ իմաստությունն անում է, որ ուղակի ճիշտ ժամանակին նստեն խոսեն։ Ինչն է պատճառը, որտեղ եմ ես սխալվել, որը ես եմ արել ժամանակին, իմ ամուսինն էլ։ Մարդը խոպան է գնացել։ Ոչ մեկը չի սխալվել։ Տարբեր իրավիճակներ է, ճիշտ է լինում, չէ, տարբեր իրավիճակ է լինում։ Եթե տղամարդը չէր գնում ու սկսում է գնալ, դա հարցի մյուս կողմն է։ Եթե օրինակ ձեր տարբերակով եթե նայենք, դուք արվեստի մարդ եք, չէ տալիս, իսկ հիմա ցույց է տալիս։ Ցույց չէ տալիս, հիմա արդեն ցույց է տալիս։ Չի լինում այդպես։ Կա արվեստագետ մարդով երկիչ, այնքը ցույց է տալի, միշտ գնում է համերգների, միշտ դուրսն է։ Դու որպես կին արդեն գիտես ինչ պայմաններում ես ապրելու, ճիշտ է, քո ամուսինը գնալու է, այո, իմանալով ես ամուսնացել, ապա արդեն հարց, դու պետքա քո մեջ քո դնես սահմանները, որ տվյալ մարդու չհատես, որտեղ դա իր աշխատանքն է, դու իր կինն ես, ընտանիքն ես։ Կին ասում եք ամուսնանամ կփոխեմ։ Ապրես, հենց այդտեղը սխալվում են։ Մամայի տեղը սխալվում են։ Ես կփոխեմ իրեն։ Հենց այդտեղ էլ կա։ Հա, թեկուզ տղամարդն ասում իրան կփոխեմ, ոչ մեկին չի կարող փոխել, հավատացեք, ես աշխատում եմ, տեսնում եմ, ասում եմ արի հետ գնանք, արի նայենք։ Մինչև ամուսնանալը այդ տղամարդը եղել է նույնը։ Ասում եմ, բա ինչի ամուսնացար։ Դե մտածում եի, որ առանձնանայինք լավ կլիներ։ Մի րոպե անցել է 20 տարի, փոխվեց մարդը ոչ։ Ուրեմն եթե չէ, առանձնացել են չի փոխվում։ Ուրեմն դա քո կեսը չէր։ Եթե դու ունես արժեքներ, որտեղ քո համար քո ամուսինը պետք է լինի քո այդ կողքը կամ նույն մասնագիտությամբ, դու այդպեսին չես, ուրեմն մի իր հետ շարունակի հարաբերություններ։ Ասա գիտես, ես ուզում եմ հասկանամ մեր ամուսնանալուց հետո ինչպես է լինելու, ես քո հետ գալու եմ այդ ուղղորդ ճամփորդումներին, թե չեմ գալու, որպեսզի դու քո էգոին հանգստացնես, դա էգոն է մեր մեջ խոսում, հա, ուզում ենք դիմացինին փոքրացնելով իր վրա բարձրանանք, որ ինքն ինձ լսեց, ինքն ինձ ենթարկվեց։ Ու երբ որ տղամարդու հետ դու པարզ խոսես, տղամարդը կասի, գիտես չէ, դու քո լինելու ես տունը, երեխեք եւ այլն, ես գնալու եմ։ Այդ դեպքում դու հարց կամ մնա կամ ասա չէ, ես ընտրում եմ։ Ինչ ես ամուսնանում, եթե նախորոք դու չգիտես, հա, քո ապագա 10 տարին ինչ է լինելու։ Ռայդերի մեջ կա կինը թե ոչ։ Տարբեր ուղղություններով պետքա ճշտել, տարբեր։ Մենք մի օրինակ ենք վերցնում։ Հնարավոր է արդյոք մարդուն այն աստիճանի ճանաչել ռայդերի մեջ։ Միջև ամուսնությունը, թե դա հնարավոր չէ։ Պարտադիր մարդիկ ճանաչում են իրար ամուսնությունից հետո։
Դա լինում է այն ժամանակ, երբ որ հապճեպ ամուսնություն ա լինում, 3-6 ամսվա ընթացքում որոշում ենք այցնում իրար հետ ամուսնանալ, սիրահարվել ենք, ցանկանում ենք։ Նույնիսկ ամուսնության ընթացքում ամեն տարի նոր իրար ինչ-որ միտեղ բացահայտում ենք, ապրել։ Այսինքն սերը դա զգացմունք ենք, չէ՞ մենք որպես նայում, իրականում ինքը զգում ենք, ճիշտ է, բայց միայն հո զգալով մենք չենք հետո շարունակում ապրել։ Մենք ունենք զգայարաններ, չէ՞, տեսողական, լսողական, հպվում ենք, ճիշտ է, այդ ամեն ինչը։ Իսկ կնոջ հետ կուրախվել եք արդեն։ Այո, դա արդեն անցել է մյուս էտապին։ Գալիս է այն պահը, երբ որ կինը անցնում է թեկուզ կնոջ կողմից էլ, հա, նայենք, անցնում է ինչ-որ սահմանը, որ արդեն որպես իր տղամարդ իրան կին չի նայում, մենք լսեցինք պատճառներից, որ մեկը որն է, որ իրան էլ չի խնամում, ապա դա եկեք գնանք, դուք ճիշտ եք, ու ես ուզում եմ պատճառը։ Հետո ասում են ինչի տղամարդ ուրիշ տեղ նայեց։ Իհարկե, խնամած կնոջ ինքը սիրում է որ աչքերով է մարդը ամեն ինչ ընկալում։ Մարդը չէ տղամարդը։ Տղամարդն էլ անկալում, չէ՞։ Կինը տղամարդուն երբեք Ես հիմա որ հրաշած խոժնի չներ սենսորներ, բան ոնց կնայեք Իսուս։ Մենք ականջներ, մենք ձեր խոսքն ենք լսում։ Մեզ դա հրապուրում է։ Ասեք չէ։ Դե ես իմ Ինչը խոսքը ականջին հասնելը։ Դու երկու կողմանել տես, չգիտեմ, միգուցե սխալվում եմ, ես չեմ Չեմ կարծում կնոջը հաճելի է տեսնել, ասենք քիչ խնամված։ Բայց էլ ավելի հաճելի է լսել գեղեցիկ Դե դուք ուզում եք, ամեն ինչ ուզում եք, 3 եղնեք։ Լավ, ես փորձեմ։ Ոչ թրարում, ասես մտեմ տունտենակինս ոնց կա։ Կա գիրք սիրո 5 լեզուներ։ Գնաս կթունի։ Այդ գիրքը որ կարդան կհասկանան, որովհետև գրքի մեջ պարզ ասվում է թե ամեն մեկը ինչ տեսակով է սիրում, հա, նույն դուք սիրում եք լսելով, ձեզ պետքա գովան, դուք էտա ձեր գովերքն է ձեր սիրո լեզուն։ Ես չէ, ես ասում եմ տեսակների մասին, ովքեր Դուք գիտեն։ ձեր տեսակ ունեք, դուք էլ ձեր ունեք։ Չէ, դա կապ չունի։ Գրպանով են սիրում։ Գրքի մեջ ամեն ինչ կա, որտեվ հիմա պետքա գիրքը բացեմ, արդեն այնտեղ ամեն ինչ կա, որից մեկը հենց գովերքն է, որ թե տղամարդ թե կին կա տեսակ, ում համար դա առաջնային է։ Եվ եթե կին իր տղամարդու կամ նույն տղամարդի կնոջ լեզուն իմացավ, միայն այդ կողմից մոտեցում ցուցաբերեց հաշտությունից հաշտություն են գնում։ Դա երբ են իմանում լեզուն։ Գիրքը կարդանում են։ Գիրքը գրքի մեջ սաղ կա, լեզուն իմանալ։ 5 րոպե հետո լեզու գտնեն։ Եթե չգտան էլ արդեն բարձրանում է։ Ես էլ էի ասում։ Իրար Իսկ ով պետք է առաջին նայի։ Նայ, հիմա կտրվեց մատը, արուն է գալիս։ Ու շատ խորն է։ Եթե դու այդ բանը չկանխեցիր արունը միշտ գնալու արունակամ ես լինում։ Այդ նույն բանը։ Էդգար առաջին քայլով պետք է եկին թե տղամարդը վիճելուց հետո։ իրավիճակից կախված։ Չես կարող ասես այդ պահին կարող է դու էմոցիայի մեջ լինես։ Դու քեզ կարող չկառավարես անգամ, բայց ինձ թվում է տղամարդը։ Իսկ ներողություն խնդրելը տղամարդու մեջ կինը ավելի էմոցիոնալ է, չէ՞ տղամարդը։ Թե ով վախենում է Ավելի կողմից։ կապրիզնի է, տենց կասեմ։ Տղամարդը պիտի կանխի, լավ, դե ասեմ, մի բան էլ ասեմ, անցած ուշումսից հարցես գնա։ Եթե ներողությունը տղամարդու համար է։ բարդ եմ նայում այդ հարցից, տղամարդու ներողությունը կնոջ։ Իսկ միգուցե Տղամարդն էս բան պիտի Հետևանքները շատ ներողություն խնդրի, ես տես կաս։ Չհասցնի դրան ընդհանրապես։ Միգուցե ով վախենում է կորցնել, հենց նա է ներողություն խնդրում եւ առաջի քայլը անում։ Տղամարդը Երկու։ որ ինքը կնոջից կինարմատից ներողություն։ Դա ոչանի։ Չէ, ապա սխալ է։ Դե հիմա Դա ոչանցն է ամենամեղքերի մեղքը։ Ների։ Չի կարելի ասել, ինչ վատ կա։ Չէ, ինչ էլ անի ամեն Բարդ եմ նայում այդ հարցին։ Տեսեք, ինչ անի կնոջ համար փոքր չնչին մի բան է, դա արդեն տղամարդը մեծ Ես սխալ ներողություն այդ կարող եմ համար բուկետով խնդրեմ, բայց չասեմ ներողություն։ Ես մոտ բուկետով ինք հասկանա, որ ասենք Էսի դա դրված։ հարթում եմ, բայց Էսի դա դրված։ մի քիչ Թե ինչի է։ Իգուցե տնից է գալի, հայրս շատ ժոսկի մարդ է եղել։ Տնից է, չէ՞, ամեն ինչ տեսնում ես, ընկալում ես, մեծանում ես, այդ աուրանքո մեջը մեծանում։ Հիմա օրինակ ես չեմ տեսել իմ հայրս Սուսահոգի, որ մամայիս ասի կներես։ Ես չեմ տեսել։ Իմ ամբողջ տարիները չեմ տեսել։ Ես տեսել եմ այսպիսի բան, կներեք, իմ պապաս ու մամաս որ ինչ որ վիճված էին լինում, ասենք պապաս քաղաք է գնալու աշխատանքի, հետ գալուց մի 5-6 հատ ընկեր էր տուն բերում, որպեսզի մեր սոզաչից ընդունում էր սեղան բան, այդ ընթացքում դե ոչ էլ կարա չխոսեր կամ ասել ելեք գնացեք։ Դից բարիշում էին, հետի նկատել եք։ Այն ժամանակներ թե լավ չասի բառով, բայց վերաբերմունքով պետք է որ ցույց տա։ Այդ եմ ասում։ Ասի մատ կարող ես բուկետ տամ, ասենք կարող ես ներողություն չասեմ, բայց ինչ որ ուզում ես ինչ որ բանով սիրտը շահես։
Դա բավարար է։ Նազել ինչն է խանգարում։ Մեր օպե դա բավարար Մարդիկ շատ անգամ Տղամարդիկ ես ունեմ մի քիչ շատ մեծ, որի մեկ կամ մարդու մեջ պակաս, նարնջամ կա, որ շատ է։ Օրինակ իմ մեջ փոխանցվել է այդ հայրական կողմից, ես զգում եմ դա, ես չեմ ասում դա ճիշտ է, ինչ-որ, բայց փոխանցվել է, ես այդպես մեծացել եմ էության, դուք չեք կարող ես փոխեք։ Ոչ մի հոգեբան չի կարող։ Նոր էինք ասում էլ։ Ես ուզում եմ ասեմ, շատ տղամարդիկ հենց մտածում են ծաղիկներով կարող եմ այդ փակել, հա, անցնի գնա, բայց կինը կուտակում է։ Ինքը կուտակում է, ծաղիկով իր հարցերի պատասխանը չի ստանում։ Ես ասում եմ, ինչը տեսնում եմ կնոջ կողմից։ Կուսակային ֆոնդը։ Այո, տենց է իրանց մոտ։ Դրա համար ավելի լավ է ծաղիկ չլինի, ուղղակի փորձը Պայթումով մեզ Այո, ինչա պետք անել։ Այսինքն ռումբը կանխել է պետք։ Ահա, դուք գիտեք, չէ՞, որ ծաղիկով եկել եք, նույն կինն էլ գիտի, ինձ ասում է, «Երեք ծաղիկով եք, գիտի ես էլ էշեմ կներեք իհարկե, չեմ հասկանում»։ Իրանք գիտեն զգում։ Դրա համար լավ առանձնացի։ Գիտի, բայց իր համար կարևոր է ասեն ձեր այդ աշկերի մեջ նայի ու դուք իր հետ խոսաք։ Այսինքն կինը ուզում է նայի աչքերի մեջ, հələ ասա ներողություն, ուզում է նվաստացնի, չէ՞ պետք է ասա։ Այդ եսի համար էլ ես ասում եմ, որ չեմ ասում, ես կծաղիկ կտամ, բայց չեմ ասում։ Դուք այդպես եք, չէ՞, վերլուծում, դա ձեր կարծիքն է, չէ՞, հայտնում։ Կինը շատ է իշխում տղամարդուն։ Ահա։ Մենք ինչ անենք, ասենք հենց ծաղիկով ես գնում, մի բան արել է։ Ապրեք, դա կա, բա։ 100% ծաղիկ դվի, ճիշտ է չնեգորում։ Չենք նվիրում, նվիրում ենք կռիվը։ Անես չի լինում, չանես չի լինում։ Հիմա ինչն է պատճառը, որ մենք ինչ ենք ձեր հետ միասին խոսում, որ հասկանանք ոնց անենք, որ ոչ կինը վատը զգա, ոչ տղամարդը։ Մենք ձեզանից լսեցիք, որ դուք ասում եք ուզում եք կինը իշխի, ճիշտ է։ Մենակ մի պարզ բան, եթե տղամարդը հասկանա, որ տան մեջի թակուհին կինն է, ու այնտեղ դուք մտակ ինքը ձեզ իշխելու է այդ տարածքում, ու ինքն էլ հասկանա, որ դրսում դուք եք իշխանը, թակավորը, ամեն ինչ հարթ է լինելու։ Տան մեջ կինն է։ Իմ թակավոր չկա տանը։ Հիմա մի քանի օր առաջ աղջիկս մոտիկանում է Հարութին, ամուսնուս ասում է Պապ, էս ինչ բանը կգա, կանես բան, հարց է տալի, ասում է, այդ հարցերով գնա մամային։ Սենց է պապային, ասում է, չհասկացես, տան տղամարդն ու չես։ Սենց անում, ես տան տղամարդն եմ, բայց տան թագուհին մամա, հենց ինքն է, ես չեմ ասեի ամուսնուն։ Ասում է, դրա համար տան հետ ինչ հարցեր կա, տան դրվածքը, մամայի տեղ գնանք, դրսում ինչ-որ մի տեղ գնանք, երկրից դուրս, այդ սա հարցեր ասում է ինձ ես դիմում, Էլիզաբեթ, բայց մամայի ապրեք, դրա համար, հիմա նայեք, բայց այդ ամեն ինչ, եթե սիրուն ձևով կինը զգա, որ ինքը, ես ինձ շատ լավ զգացի, որ իմ տղամարդը, ինձ ասում է, որ այս տան մեջ ամեն ինչ, ասում ես տեղդիր, ուզում ես ընդդեդի, նո ցույց է տալի խոսքով էլ, չէ, որ ես այդ տան թակուհին ու պետք է լսեմ, ինչպես ասեց Պետք է մենք լսենք։ Եթե կինը իշխում է տան մեջ։ Իշխել ինչի նկատի ունեք։ Ես էլ եմ իշխում իմ տան մեջ, բայց դա չի ազդում իր շրջանը։ Ըստ կնոջի իշխում, թե ըստ տղամարդու։ Ես պատկերացրեք, դուք եւ ձեր կինը, հա? Կնոջը թվում է դուք եք իշխում, իրեն այնտեղ թվում է, դուք ձեզ թվում է որ իշխում է ինքը։ Հիմա ով է իշխում։ Ձեզ թվում է որ անընդհատ նա է թելադրում, բայց նա էլ գիտի որ իր ձեռքը չի գմոյա։ Ես չեմ երբեք տեսել։ Ձեզ չվերցնեք, դա հա, օրինակ։ Ես չեմ նկատել։ Ֆայղիլ է, զգում եմ որ ասենք ուզում է, ասածնասի, բայց գիտի որ ասի պատասխանը որ ձևաստանալու չի ասում։ Բայց դա իշխել է արդեն։ Չէ, իշխել չէ։ Մեկ երկու քայլեր են եւ անացի արցի մի կողմ նայեք, որ ասում եք ներողություն։ Երկու անգամ ներողություն խնդրեցի, երրորդն էլ կուզի։ Երրորդ ոքցե չորրորդն էլ կուզի։ Այդ իսկ այդ հարցից հետո տղամարդը ինչով է տղամարդ, որ պիտի չէ, դες չնայեք որ դες բան այս ձեռքը խփի ասի վերջին խոսքը։ Տղամարդը պիտի կայուն լինի, տղամարդին իմ բրոնսկը ձեր բրոնսկը նույնն է, իմ խփածը նույնն է, ձեր խփածի հետ։ Չէ, ուժի հետ կապի, չէ։ Մի բան էլի հարցնեմ։ Եւ ձեռի մեջ։ Դուք ասացիք մի անգամ խնդրեց, երկրորդ, երրորդ, այսինքն դուք մի անգամ անում եք սխալը, երկրորդ անգամ է նույնը, երրորդ էլ նույնը ու անդադ գնում ներողություն նույն բանի համար խնդրում։ Շատ պահեր լինի, հիմա էմոցիոնալի մարդ ես դու։ Ես էությամբ էմոցիոնալ եմ օրինակ։ Շատ շուտ տականում եմ։ Շատ իկանամ տականամ եւ այդ պայն ինչ որ սխալ է։ Եվ վարեք խրճիթը։ Բայց ամեն անգամ ինքը եթե դիտած ես ներողություն խնդրեմ, բայց ինչ կա, եթե դուք օրինակ նույնիսկ խփել եք այդ բաժակը ջարդել, ֆրակասեք գրկեք։ Չէ, ես պրիմիտիվ օրինակ եմ բերում, դուք ֆրակասեք կներես, էմոցիոնալ էի ջարդեցի, քո հետ կապ չունի։
Դրա մեջ ինչ վատ բան կա, թե ձեր կինը կզգա, Ինչին է դա իր գնահատում եք իրան։ արժանապատվության մեկը։ Հասկանում է ինձ։ Ինք իր ամուսնուն էությամբ գիտի, որ ինքը էմոցիոնալն է։ Բայց դա էության հետ- չի տեսնովի չէ, ինքը Բայց արդեն այդ ինձ էությանը- էությամբ գիտի ես ով եմ։ Էմոցիոնալն եմ։ Արդեն դրա Այդ պատասխանը կա։ այսպես նույն այ չափով դուք եք ճանաչել, ինքը ինչպեսին է, հաշվի եք առնում նաև իր Ասումատես անձնականությունը։ գիտեմ իմ կնոջը։ Օրինակ, իսերիայի պահեր էին, բայց ներված է մարդը։ Ես գիտեմ ինչ է, հիմա այդ պահին ինչ ասի, ինչ ասելու։ Ես Չէ, եթե փոխադարձ դա ճանաչում Բայց ինչ եք կարծում, այդ իրավիճակում ձեր կինը երջանիկ է, ձեր կողքը։ դե արդեն մի օր կան չկնոջ թող տաղավար։ Գիտեք, չէ, ես ձեր հետ եմ Այս հաղորդումից հետո կգերի երջանիկ է արդեն։ Օրինակ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես չգիտեմ իր նուտրինի մյուրը ինչ է։ Կարող է շատ ժպիտով ինձ վերաբերել, բայց իր ներսում ինչ է կատարում։ Ինչ չի գալիս Իմ ասում։ բացակայությունները Ասում են կանայք։ Ես Օրինակ ես երջանիկ չեմ։ 100% չէ, միլիոն տոկոս կարամ ասեմ, որ իմ ամուսինը ամենաերջանիկ տղամարդն է։ 100%-ից էլ առավել։ Դա շատ Ինչու որտեղ վստահ եմ ու զգում եմ դա։ Իսկ ձեր կինը ձեր կողքը զգում է դա։ Դա շատ կարևոր։ Իսկ նա չի ասի երբևէ։ պատասխանը։ Չի եղել։ Քայլերով դեպի ձեզ։ Քայլերով, երբ որ ձեզ սպաս հարգանքով ինձ հարգանք ուրիշ է, ես էլ կարող եմ հարգել շատ մարդկանց, բայց իր հանդեպ զգուշավոր լինեմ, վախենամ, որ հանկարծ այդ ձեր ասած ձևով իր մեջ ես զգում եմ վախ կա այդ կնոջ ներսում, որ հանկարծ այդ հանկարծ կռիվ չլինի, վայսուս մնանք ու այդտեղ լարվածություն, կորտիզոլը անդադ բարձր է, հա։ որ վախ լասում եք դուք։ Հիմա որ ամեն բան զգում որ հանգած վախ լինի։ Ինչ-որ բան ուրեմն կա, որ ինքը միշտ պետք է Ապրեք։ Իսկ այդ ինչ որ բանը կարիք կա վերացնել, որ երջանկություն գա ընտանիք։ Չէ՞ որ դա հնարավոր է։ չեմ կարողանում կողմնորոշել, նայեք, ասեք այդ կինը միշտ զգոնա, չէ՞, զգոնա, որ անկարծ ինչ-որ մի բան սպեշկա չլինի, տա մեջ ինչ-որ բան Ես չէ։ Չէ, Հա, օքեյ։ դուք եք ասում։ Բայց ինչ-որ բան կա, որ ինքը պետք է միշտ լարվածություն զգա, որ հանկարծ տղամարդը մտա, որեմն տղամարդը ինչ-որ Չոր բանը ո՞րն է, ընտանիք քանդվելու, բան իրավիճակ ստեղծելու, ծաղրի առարկա դառնալու իր համար։ Ես չեմ մտածում, որ իմ կինը ինչ-որ մի հատ բան պետք է նայի վրես, ասեք, բայց հասկանալով որ ես երաժիշտ եմ, կարող է։ Ուսուցում մատ պատիզում նայում որ հանկարծ մամադա չի կապել, մտnem կինս բան չանի, եկա պատմություն չեմ ելի, Պատմություն էլ չլինի, նեղանա եւ օրերով Ստրախով չխոսա։ կանում ես քեզ որոնց վերջ չէ, կամ գալիս են, չէ։ Ես ինչ դու խորհուրդ Օշու, դարձել կադր դիջա։ Ինչ հետաքրքիր է։ Մենք եւ հետաքրքիրը նա է, որ տղամարդու հայացքը կյանքին եւ խոսքը փոխակերպվեց կին տղամարդ հարաբերություն։ Ասել է թե երևի թե կարևոր թեմանից մեկն է, առանցքային կարևոր թեմա։ Այո։ Շնորհակալ եք, բարոնայք, շնորհակալ եք նաև մեր ճգնախ Նազելին։ Շնորհակալություն։ Այո։ Հանգուցալուց։ Ձեզ ենք շնորհակալ, որ մեզ ուրեք կանչել ձեզ մոտ եւ հնարավորություն ունեցանք ձեզ հետ շփվել, խոսել։ Այլընտրանքային այսպես հարթակում։ Ինձ թվում է երկրորդ սերիա պետք։ Նոր են տականում։ Շարունակելի, չէ՞։ Նոր են սկսել։ Կանանց համար։ Այո։ Եվ առողջ եղեք մեր, ինչպես ասում են թիկունքին միշտ երևի տղամարդիկ, առանց ձեզ մենք Փորձեք հասկանալ մեզ։ կիսատ ենք։ Այո։ Մեկ էլ առանց ձեզ չեն Եթե կարող։ փորձեք դուք հասկանալ մեզ, մենք կհասկանանք ձեզ։ Փոխադարձ ամեն ինչ։ Դες մենք կհանդիպենք արդեն մեկ շաբաթ։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա Խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։